Բարև ձեզ, այսօր խոսելու ենք Բաքվում պահվող հայ պատանդների մասին, Ալիևը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել և խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը հասնելը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ բավականին բարձր մակարդակի քաղաքական կամք են դրսևորել։ Այսուհանդերձ պատանդերին վերդարձնելու հարցում Ալիևը սկզբունքորեն լուռ է։ Թեմայի շուրջ զրուցելու ենք իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ինչ կասեք Ալիևի այս հայտարարության մասին։ Շնորհակալ եմ հրավերի եւ կարևոր թեմայի անդրադառնալու համար։ Տեսեք, հայտարարությունները բնականաբար քաղաքական մակարդակում լինելու են եւ եղել են, սակայն գործնականում պետք է հասկանալ շոշափելի ինչպիսի արդյունքներ կան հողի վրա։ Փաստացի այսօր մենք դեռևս ունենք ազգությամբ հայեր, ովքեր գերի են պահվում, անազատության մեջ են Բաքվում եւ այդ խմբի մեջ մտնում են ինչպես Արցախի ռազմական եւ քաղաքական լիդերները, այնպես էլ քաղաքացիական եւ զինվորական անձինք, որոնք լրիվ անօրինական հիմքերով եւ ընթացող դատավարություններով մինչ օրս շարունակում են անազատության մեջ մնալ Բաքվում եւ դա ունի տարբեր նպատակներ։ Խաղաղության օրակարգի շրջանակներում ինչքան էլ ինքը փոխընդունելի է եւ բնականաբար անհրաժեշտ է, չեմ կարծում լինի որևէ մեկը, որ այսօր դեմ լինի խաղաղությանը, հարցը այն է, թե ինչպիսի պայմանների ներքո եւ ինչպիսի արդյունքներով ենք մենք հասնում այդ խաղաղությանը։ Մի կողմից այդ օրակարգից եւ արդեն իսկ ընթացած եւ ընթացող process-ներից գերիների հարցը դուրս է մնացել։ Պաշտոնական որևէ հարց, որևէ process գերիների մասով չկան, թեպետ բանավոր ինչ որ հարց ու պատասխանների համատեքստում նույնիսկ Վաշինգտոնում ընթացող process-ների ժամանակ կարելի էր գուշակել, որ կողմից ինչպիսի նախապատվություն է այդ հարցին տրվել կամ առհասարակ չի տրվել, սա էլ նույնպես պետք է արձանագրել, սակայն փաստը մնում է փաստ, որ այս պահին որևէ կետով փաստաթղթի մեջ կամ փաստաթղթից բխող հնարավոր այլ process-ներում գերիների հարցը դեռևս արկա չէ, ավելին ասեմ, չկա որոշակի process, թե երբ եւ ինչպես այդ հարցը լուծում կստանա։ Ավելին ասեմ, այդ հայտարարության համատեքստում գերիների հարցը որպես առաջնային եւ բոլորին համար առաջնային, այսպես ասեմ, համարվող հարց, կան նաեւ այլ կարևոր պայմաններ, որոնք մտահոգության տեղիք տվող են եւ դեռևս գոնե այն շրջանակների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների, հումանիտար հարցերով, որոնց համար կարևոր է պատասխանատվության ենթարկելը 2023 թվականի եւ այդ 20 թվականից սկսած, հոսող բոլոր հանցագործությունների համար, կարևոր է նաեւ պայմաններից եւս մեկը, որը փաստացի Հայաստանի Հանրապետության կողմից նույնպես ընդունվել է, ընդ որում չի քննարկվել, քննարկման առարկա չի դարձել ոչ տուժողների, այս պարագայում տեղահանված էթնիկ զտման ենթարկված արցախցիների եւ առհասարակ նաեւ իրավապաշտպանների հետ խոսքը վերաբերվում է միջազգային հայցերից հրաժարվելուն, եթե հնչում են նման հայտարարություններ, սակայն հայցերից երկուստեք հրաժարում է տեղի ունենում, պայման է այդպես դրվում եւ մենք արձանագրում ենք փաստացի, որ տեղի ունեցած որևէ գեթ մեկ պատերազմական հանցագործության համար դեռևս Ադրբեջանի կողմից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Մենք խաղաղության օրակարգի առումով շատ, այսպես ասեմ, դրական սպասելիքներ կամ վստահություն, ակնկալիք, որ ամեն ինչ այդ բանավոր հայտարարությունները համահունչ կլինեն այն իրականության հետ, ինչը որ մենք ակնկալում ենք եւ ցանկալի է, դեռևս կասկածելի է, որովհետեւ իմ նշածը դրա վառ օրինակներից մեկն է, թե ինչի հիման վրա երկու հանրություններում էլ եւ եկեք երկուստեք ներկայացնենք այդ ամեն կարող է այդ վստահության մակարդակը ձևավորվել։ Փաստացի, որպեսզի այդ օրակարգը հաջողվի, որպեսզի կանխվեն նաեւ ապագայում նման հանցագործությունները, նման լրջագույն խախտումները, պատերազմական եւ ոչ միայն, պետք է որոշակի գոնե պատասխանատվության եւ պատժելիության մեխանիզմներ գործարկվեին, որը հույս կնշնչեր, որ ապագայում նման երևույթները ոչ միայն կկանխվեն, այլ նաեւ ընդհանուր մշակույթը եւ մթնոլորտը կփոխվի։ Հիմա այսօրվա հայտարարությունը որևէ կերպ մեր մտահոգությունները չեն փարատում, քանի որ դեռևս կախված են հարցեր եւ լրջագույն խնդիրներ, որոնք պիտի պատասխան ստանան։ Եվ այդ պատասխանը պիտի լինի ոչ միայն քաղաքական մակարդակով, այլ նաեւ որոշակի իրավական
գործիքակազմեր գործի դնելու արդյունքով, հա։ Դուք վերջերս եք վերադարձել Վարշավայում ընթացող համաժողովից նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին։ Անդրադարձել եք Բաքվում պահվող հայ պատանդների խնդրին, Բաքվի խտրական քաղաքականությանը, նաեւ հակադարձել եք ադրբեջանական պատվիրակությանը, կեղծ թեզերին եւ այլն։ Ինչ արձանագրեցիք համաժողովից հետո ձեզ համար։ Իսկապես շատ կարևոր հարց է, որովհետեւ ԵԱՀԿ համաժողովը այն պլատֆորմներից, հարթակներից մեկն է, որտեղ հնարավոր է կենթանի դեմ առ դեմ առերեսվել ադրբեջանական կազմակերպությունների եւ նրանց կողմից հնչեցվող կեղծ թեզերի եւ շատ արագ փոխվող նաեւ նարատիվների հետ։ Հիմա ինչ մենք ունեինք նախորդ 2 շաբաթվա ընթացքում, որովհետեւ համաժողովը 2 շաբաթ էր ընթանում եւ կարևորագույն թեմաներ կային հումանիտար հարցերի հետ կապված, հա, իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, փոքրամասնությունների, ազգային փոքրամասնությունների խտրականության հետ կապված հարցեր եւ ներկային ոչ միայն հայաստանյան հասարակական կազմակերպություններ, այլ մի շարք ադրբեջանական, պետք է շատ հստակ արձանագրել, որ նախ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն որպես այդպիսին ազատ անկախ գործող ՀԿ-ներով գոյություն չունի։ Բոլոր այն իրավապաշտպանները, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք ունեցել են այլ կարծիք, փորձել են դուրս գալ իշխող ռեժիմին, նրանք հիմա ազատությունից զրկված են։ Ինչու եմ ես սա նշում, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման հարթակում մասնակցություն են ունեցել եւ ունենում են հենց նախագահականի կողմից, կառավարության կողմից Ադրբեջանի հովանավորվող եւ ֆինանսավորվող կազմակերպությունները, որոնք ըստ էության տարածում են այն օրակարգերը, այո, այն օրակարգերը եւ նարատիվները, որոնք ձեռնտու է Ալիևի իշխանությանը, մցաշով Բաքվի օրակարգն են առաջ տանում, որը շատ արագ փոխվում է եւ շատ պիտի նշեմ նաև, որ շատ գրագետ է աշխատում։ Ինչու, որովհետև եթե պատերազմից անմիջապես 23 թվականից անմիջապես հետո էթնիկ զտումից, հա, իրենք առաջ քաշեցին արևմտյան Ադրբեջանի թեզը եւ շատ ինտենսիվորեն, եւ այստեղ էլ պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես էր այդ օրակարգը առաջ գնում, ոչ թե տարածքային պահանջների նկրտումներ էին ներկայացնում տարածքային պահանջներ, այլ իրենց տեղահանված տարածքներից տարածքներ վերադառնալու եւ հայերի կողմից հանդուրժողականություն ցուցաբերելու կարեւորությունը։ Բոլոր կազմակերպությունների կողմից, ովքեր մասնակցություն են ցուցաբերել, մշտապես այդ արևմտյան Ադրբեջանի թեզը բարձրացվել է։ Շատ հետաքրքիր է, որ այս տարի 25 թվականին, այսինքն օգոստոսյան իրադարձություններից հետո, համաձայնագրի հետ կապված, նկատելի էր որոշակի փոփոխություն, բայց նույն կազմակերպությունները տարբեր ներկայացուցիչներով կամ նոր որոշակի ներկայացուցիչներ ներկա էին եւ կարելի է նույնիսկ ասել ֆորումը որպես այդպիսին ամբողջությամբ գրավված էր, որովհետեւ յուրաքանչյուր սեսիայի ժամանակ կարելի է նկատել միջինում 5-ից 10 ներկայացուցիչ մշտապես որոշակի ելույթ է ունենում, բարձրացնելով տարբեր հարցեր։ Այդ հարցերը ուղղված չէին ադրբեջանական ռեժիմին, այդ հարցերը որևէ կերպ չեն արծարծում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, խախտումները, այլ ամբողջությամբ Հայաստանի կողմից դեռևս 90-ականներին թույլ տված խախտումների մասին է եւ որոշակի փոխված օրակարգով ոչ թե արդեն ֆորմալ առումով էլի բարձրացում են արևմտյան Ադրբեջանի թեզը, այլ վերադարձի իրավունք իրենց փոքրամասնությունների, հա, հայերի կողմից հանդուրժողականություն ցուցաբերելու կարևորությունը 90-ականներին մեր կողմից ենթադրյալ խախտումների, հա, ցեղասպանության եւ այլ դրսեւորումներ, որոնք ցույց է տալիս, որ մեծ հաշվով չի փոխվել, շատ բան չի փոխվել եւ ասեմ ավելին, որպեսզի մեր հանրության մեջ էլ այդ կարևոր երևույթները չկորեն կամ սխալ պատկերացումներ տարբեր հարթակներից եկող չճշված երբեմն տվյալների արդյունքում մարդիկ մոլորության մեջ չլինեն, նույն արևմտյան Ադրբեջանի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները արդեն գործունեություն փորձում են ծավալել նաեւ Ադրբեջանից դուրս, օրինակ բացելով գրասենյակներ եվրոպական երկրներում եւ եվրոպական մակարդակից
ես նկատի ունեմ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներից դուրս փորձում են նաև ՄԱԿ-ում նույնպես գործունեություն ծավալել։ Այսինքն ֆորմալ առումով կարող է առժամանակ արևմտյան Ադրբեջան նարատիվը քննեցվի, դրա շուրջ մեկնաբանությունները չեն դադարում, այդ նարատիվը կրող կազմակերպությունները, այդ օրակարգ առաջտանող կազմակերպությունները շարունակում են աշխատել եւ շատ արդյունավետ աշխատել Ադրբեջանից դուրս։ Հիմա սա համեմատենք մեր հետ, մենք ցավոք սրտի պետական մակարդակով չունենք արցախցիների վերադարձի հարց որպես այդպեսին դրված։ Ցավոք սրտի պիտի արձանագրենք նաև, որ սա ցույց է տալիս նաև մեր հանդիպումները տարբեր պատվիրակությունների հետ, չունենք նաև օրակարգում դրված նաև որպես խիստ պահանջգերիների վերադարձը, եւ այս աշխատանքի մի զգալի մաս իրականացվում են կամ իրավապաշտպանները, անհատ փաստաբաններ կամ հասարակական կազմակերպությունները, ինչը իրականացրել եւ իրականացնում ենք մենք, եւ այդ հարթակը օգտագործելով, խոսելով տարբեր խախտումների մասին, որ այդ դատաբարությունները կեղծ են, որևէ արդար դատաքննության process այնտեղ չի ընթանում, մեր գերիները, մեր ազգակիցները զրկված են արդար դատաքննության իրավունքից, պաշտպանության իրավունք որպես այդպեսին չկա, միակողմանի առանց ապացույցների կամ կեղծված ապացույցների միջոցով այդ Ձեր հայտարարությունները ինչպես են կալվում Եվրոպայում։ Գիտեք, շատ հետաքրքիր է, շատ կարևոր հարց եք տալիս, որովհետև մենք բացի այդ հայտարարություններից նաև այդ զակուլիսի մի հանդիպումներ ենք ունենում տարբեր դելեգացիաների եւ կազմակերպությունների հետ եւ պետք է արձանագրենք, որ շատ հարցերում կա անտեղյակություն։ Օրինակ, ինձ համար կոնկրետ շատ կարևոր էր արձանագրել, որ միջազգային հայցերից Հայաստանի հրաժարվելու հանգամանքը այդքան լայն հանրային տեսանելիություն եւ որպես այդպեսին քննարկման առարկա չի դարձել եւ տարբեր շրջանակներում երբ որ դու ներկայացնում ես ինչպիսի խախտումների մասին է խոսքը, ինչ գործիքներից են զրկվում արցախցիները, որովհետեւ խոսք գնում է տասնյակ հազարավոր մարդկանց մասին, ովքեր փաստացի զրկվում են իրենց իրավունքների պաշտպանության որևէ հնարավորությունից, ավելին դերևս այս պահին այդ կնքված համաձայնագրին կից որևէ փաստաթղթով կամ տեսանելի որևէ process-ով նրանց խախտված իրավունքների վերականգնման հարց չի քննարկվում։ Այդ դեպքում այն անձինք, ովքեր պատասխանատու են, իրենց վրա վերցրել են այդ արժեքները կրելու կարևորությունը մարդու իրավունքների, հաշվետվողականության, անպատժելիության վերացման հետ կապված, մենք մեր վրա վերցնում ենք մյուս դերը, փորձելով հաշվետու դարձնել եւ իրազեկել այս ամենի մասին։ Ինչքանով է արդյունավետ, ես չեմ կարող այս պահին գնահատական տալ, բայց շատ դրական եմ գնահատում այն հանգամանքը, որ հնարավորություն կա իրազեկելու եւ անելու ավելին, քան որոշ դեպքերում իրականացվում է պետական մակարդակով այո։ Տեսեք, Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ գերիների հարցով հիմնական խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են։ Արտգործնախարարը նաև ասել է, որ Հայաստանը նաև երրորդ երկրներին է ներկայացնում Բաքվում պահվող հայ գերիների խնդիրը։ Այսուհանդերձ նախարարը լավատեսության հույս է հայտնել։ Բոլորս ենք լավատեսության այդ հույսը հայտնում, բայց նաև չպետք է կտրվել իրականությունից։ Մենք ունենք արդեն փաստացի դատավճիռ ունեցող գերիներ, ում պատիժը արդեն ուժի մեջ է մտել եւ նրանք process-ները դատավարական ավարտված են։ Ունենք անձինք, ում process-ներ շարունակվում են եւ չկա որևէ հնարավորություն, որպեսզի ինչ որ միջազգային մոնիտորինգային խումբ այնտեղ տեղում դատավարությունները դիտարկի։ Այդ լավատեսությունը հնարավոր կլիներ կիսել ավելի ռեալ, իրատեսական կլիներ, եթե գոնե ընդհանրային process-ներ, որոնք ցույց կտային, որ ջանք է գործադրվում գոնե ունենալ երրորդ երկրի կողմից կամ միջազգային ինչ-որ կառույցի կողմից Բաքվում այդ process-ները մշտադիտարկելու հնարավորություն։ Այս գործընթացը մենք փորձել ենք ինքներս, մեր գործընկերները եւ ընդ որում պետք է նշեմ, որ ոչ միայն հայաստանյան տեղացի, այլ նաեւ դրսում գործող հայերի կողմից իրականացվող տարբեր process-ների արդյունքում, կազմակերպությունների կամ անձանց միջոցով հսկական ջանքեր են գործադրվում, որպեսզի տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ կամ առանձին երկրներ իրենց պատվիրակությունների միջոցով հասնեն այն կետին, որ Բաքուն թույլ տա որոշակի խումբ այնտեղ մշտադիտարկում իրականացնի, հակառակ դեպքում որևէ վստահություն այդ process-ի նկատմամբ չկա, Մինչև այս իրականացում էր այդ գործառույթը Կարմիր խաչը եւ Այո, ես դրա մասին էլ եմ ուզում խոսել, մի ցավալի զարգացում, այն վերջին օղակը, որը գերիների ընտանիքի
քաղաքի հետ կապի հնարավորություն էր տալիս որոշակի գոնե ժամանակահատված առժամանակահատված գոնե որպեսզի կարողանային հնարավորություն ունենային ընտանիքները խոսել հեռախոսազանգի միջոցով ինչ-որ չնչին տեղեկություն ստանալ, այդ հնարավորությունից արդեն զրկված են, որովհետև ինչպես տեղյակ եք, Կարմիր խաչի գրասենյակը Ադրբեջանում փակվել է եւ փաստացի որևէ մեխանիզմ չկա ոչ միայն կապի տեսանկյունից, այլ այդ process-ներին արդյունավետ մասնակցություն ապահովելու եւ այդ process-ներում գոնե դատական իրավական պաշտպանություն ապահովելու համար։ Բաքուն պաշտոնապես հայտարարում է 23 հայերի գերեվարման փաստը եւ նշում, որ որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել սեպտեմբերյան ագրեսիայից հետո։ Հայկական կողմը, մասնավորապես հայ իրավապաշտպանները կամ մեր իրավապաշտպանների տվյալները էականորեն տարբերվում են այս պաշտոնական տվյալներից, Բաքվի պաշտոնական տվյալներից։ Դուք ինչ մեխանիզմներ եք կիրառում այդ տեղեկությունը հավաքագրելու եւ ներկայացնելու համար, որտեղից են այդ տվյալները։ Տեսեք, ցավոք սրտի թիվը եւ անհայտ կորածների եւ հետագայում հաստատված, գերի որպես ճանաչված, իրականում տարբեր է, ինչու, որովհետեւ պաշտոնապես հաստատվել է 23-ի այս պահին ներևս, հանգամանքը, բայց դա այն թիվն է, որը վերջին տարիներին մենք ականատես ենք եղել տարբեր քանակով անձանց վերադարձի, որը բնականաբար 22 թվականին 20-ի վերջում եւ 23-ից հետո այդ թիվը տարբեր է եղել։ 23 այս հաստատված գերիների թիվը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեխանիզմով նաեւ հաստատված այն թիվն է, սակայն դուք իրավացիորեն նշում եք, որ խոսում ենք 80 եւ ավելի ուղղակի այդ թիվը հնարավոր չի եղել որևէ ֆորմալ ընթացակարգով հաստատել, որը նաեւ Ադրբեջանը կընդուներ։ Իսկ այն դեռ չի ընդունել, դա մեր կողմից միակողմանի պնդումն է, 23-ի պարագայում արդեն մենք ունենք հաստատված մեխանիզմի միջոցով հաստատված տվյալ, բայց պարզ է, որ մենք ունեցել ենք վերջին տարիների ընթացքում եւ պատերազմից եւ Հայաստանի տարածքում տեղ ունեցած 22-23 թվականի զարգացումներից հետո ջերմուկի եւ այլ զարգացումների արդյունքում այլ թվեր նույնպես, որը այդ անմիջապես հետո ունենալ հաստատված տվյալներ հնարավոր չէ։ Ըստ ձեր դիտարկումների, ինչ պետք է արվի, որպեսզի գերիների պատանների հարցը շուտապույտ լուծվի, այսինքն տեղաշարժ գոնե լինի նրանց խնդրի հարցում եւ նաեւ միջազգային հանրությունը առավել ակտիվ գործի։ Տեսեք, ցույց է տալիս փորձը եւ մեր այսքան տարիների աշխատանքը, որ մասնավոր ոլորտի անհատների, հասարակական կազմակերպությունների աշխատանքը ինքնին բավականին քիչ է։ Կարևոր է առաջնային է, որպեսզի պետական մակարդակով այս հարցը բարձրացվի եւ խաղաղության օրակարգում դա դրվի որպես պայման, ինչպես Ադրբեջանն է մեզ ներկայացրել եւ շարունակում է ներկայացնել մի շարք պայմաններ, մեր կողմից ոչ մեկ անգամ արդեն ընդունվել են, քանի դեռ սա չդառնա մեր կողմից տարվող ընդհանուր process-ի մաս, պայման, քաղաքական այդ process-ի խաղաղության օրակարգի կարևորագույն նախապայման, չեմ կարծում, որ որևէ երկիր ավելի պետք է կարևորի մեր գերիների հարցը, քան Հայաստանի Հանրապետությունը կարող է։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք Բաքվում պահվող հայ պատանդերի մասին, մեր զրուցակիցն էր իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը։ Ցտեսություն։